Եթե չեմ սխալվում, վերջերս դարձվածներից Վիգեն Էլջեքչյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։ Այդ դեպքում գործընթացը ինչպես է տեղի ունեցել, այսինքն օրինակ ներում է շնորհվել, ինչ է տեղի ունեցել, եթե չկա նաև այստեղ Հայաստանում պատիժը, հա, ինչպես նշեցիք, շարունակաբար կրելու այդ հանգամանքը, եւ ինչպես է գործընթացը, հա, կազմակերպվում այս դեպքում, եւ արդյոք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հնարավոր հայրենադարձումը այս ձևաչափով հնարավոր համարում եք, եւ կխնդրեմ նաեւ հստակեցնեք Ռուբեն Վարդանյանի հետ կապված այդ սահմանափակումների մասին, որ նշեցիք, ինչ սահմանափակումներ են դրանք եւ ինչով են պայմանավորված։ Ուրեմն Վիգենի պարագայում եւս իրավական ձևականությունները պահպանված չեն եղել։ Մենք չունենք որևէ տեղեկատվություն, որ օրինակ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել 4 հայերին, այդ թվում Վիգենին, եւ քանի որ ներման արդյունքում նրանք այլևս անազատության մեջ պահվող անձինք չէին, նրանք վերադարձել են հայրենի կամ նրանց հանձնել են Հայաստանի Հանրապետությանը կամ քաղաքացիության երկրին։ Մենք ունենք ընդհանրապես ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնք հայտնի են դարձել վերջին պահին, եւ այդ պայմանավորվածությունների կյանքի կոչումը եղել է արտաիրավական ճանապարհով։ Այդ պայմանավորվածությունը իրացնելու համար երկու պետությունները ժամանակ եւ էներգիա չեն ցանկացել ծախսել իրավական ձևականությունները պահպանելու նպատակով։ Եվ սա կարծում եմ իրական է ինչպես հայերի վերադարձի պարագայում, այնպես էլ վարձկանների Սիրիայի իշխանություններին հանձնելու պարագայում։ Հիմա հիմա անդրադառնամ արդեն ձեր երկրորդ հարցին, Ռուբեն Վարդանյանի արտաքին աշխարհի հետ կապն է ավելի սահմանափակվել, այսինքն մեծացել է իզոլացիան, քանի որ ընտանիքի հետ զանգերի թվաքանակը նվազել է, այսինքն օրինակ 4 զանգի փոխարեն 2 զանգի հնարավորություն է տրվել նույն ժամանակահատվածում։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հնարավոր նրանց վերադարձի պարագայում ես եւս իրական համարում եմ, որ առանց ձևականությունների հնարավոր է վերադարձ ապահովել եւ մենք ունեցել ենք նաեւ տենց հետաքրքիր դեպք, երբ ռազմագերին Հայաստան է վերադարձվել ընթացող դատավարության շրջանակներում, այսինքն դատարանում ունի ամբաստանյալի կարգավիճակ, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, նա ազատ է արձակվել եւ հաջորդ թիվ նիստի ընթացքում դատարանը հայտնել է, որ քանի որ ամբաստանյալը գտնվում է Ադրբեջանի սահմաններից դուրս, ուստի պետք է կարճել այդ վարույթը, այսինքն սեփական կամքով գործողություններով իշխանությունը ամբաստանյալին տվել է մեկ այլ երկրի եւ հետո այդ հիմքով արդարացրել է, թե ինչու դատական process-ը իր բնականոն ճանապարհով չպետք է եզրափակվի։ Քաղաքական պայմանավորվածությունը դոմինանտություն է ձեռք բերել իրավական լուծմանը։ Մենք պետք է արձանագրենք, որ այս փուլում ունենք նման տենդենսներ։ Տիկին Սահակյան, հարցս այսպիսին է, վերադարձված 4 գերիների կտանքների եւ կտանքների եւ խոշտանգումների ենթարկելու մասով դատարան ինչ որ հայցեր ներկայացվելու են, թե ոչ։ Ուրեմն 4 հայրենադարձված գերիներն էլ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ նրանց վերադարձը ինքնին անառարկական չի դարձնում դատական process-ը։ Քանի որ այստեղ վիճարկվում է ոչ միայն անձնական ազատության իրավունքի խախտում, այլ նաև վատ վերաբերմունք, արդար դատաքննության իրավունքի խախտումներ, տարբերակված մոտեցում եւ բազմաթիվ այլ մարդու իրավունքների հարցեր, դրա համար վերադարձը ինքնին չի բացառում գործընթացի շարունակականությունը եւ ես կարող եմ ասել, որ բոլոր այն ռազմագերիները, որոնք վերադարձել են եւ իմ ու իմ գործընկերների վստահորդներն են, մենք այդ գործերը շարունակում ենք վարել եւ մտադրություն չունենք հրաժարվել դատական գործընթացներից միայն այն պատճառով, որ նրանք արդեն վերադարձվել են եւ նրանց ազատության իրավունքը հետագա խախտումների չի ենթարկվում։ Հիմա այստեղ պետք է դիրքորոշում արտահայտի Հայաստանի կառավարությունը, թե արդյոք
վերադարձից հետո հետևողական լինելու են, որպիսի մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս նախորդիվ 5 տարիների ընթացքում թույլ տրված իրավունքի խախտումը արձանագրի եւ խախտման վերացման միջոցներ ձեռնարկվեն, կոմպենսացիա տրամադրվի եւ այլն։ Իմ գնահատմամբ ճիշտ է, իրավացի է, արդար է, որ այս գործընթացները շարունակվեն եւ մենք իրավունքի խախտումների վերաբերյալ ունենանք դրանք ամրագրող դատական ակտեր։ Սակայն, քանի որ նշված անձինք մեր վստահորդները չեն, մեր ցանկությունները կարծում եմ նշանակություն չունեն եւ այստեղ պետք է հասկանալ, թե Հայաստանի կառավարությունը իդեմս իրավական ներկայացի ինչպիսի դիրքորոշում կորդեգրի։